Բարև ձեզ մեր սիրելի հեռուստադիտողներ եւ սոցիալական մեդիայում հետևողներ, ընտրություններին մնացել են հաշված օրեր, հունիսի 7-ին մնացել է շատ կարճ ժամանակ եւ այսօր մենք Demos podcast-ի շրջանակներում քննարկելու ենք, թե արդյոք պատգամավորները անմիջապես ներկայացնում են իրենց ընտրած քաղաքացիներին, թե ոչ։ Այսօրվա մեր հյուրերն են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը եւ քաղաքական հաղորդակցության փորձագետ Հովհաննես Հարությունյանը։ Բարև ձեզ հարգելի պարոնայք, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Մենք այսօր քննարկելու ենք, թե արդյոք այն պատգամավորները, որոնք ըստ էության ներկայացուցչական ֆունկցիան իրականացնում ազգային ժողովում, ներկայացնում են կոնկրետ քաղաքացիներին։ Եվ առաջին հարցս ուղղեմ ձեզ, պարոն Սմբատյան, մինչև 2017 թվականը ընտրություններում մարդիկ ընտրում էին կոնկրետ պատգամավորի, այդ ժամանակ այդպես էր ընտրությունների ձևը, բայց 17 թվականից հետո արդեն մարդիկ ընտրում են կուսակցություններ եւ շատերի մոտ հարց է առաջանում, արդյոք կոնկրետ պատգամավորը ներկայացնում է ինձ, եթե ես չեմ ընտրում կոնկրետ մարդու, այլ ընտրում եմ կուսակցությունը։ Նախ մինչև 2017 թվականը մենք ունեցել ենք երկու զուգահեռ ընտրակարգ, եւ մեծամասնական եւ համամասնական, այսինքն մարդիկ ոչ միայն քվեարկել են կոնկրետ տեխնացուի համար, այլ նաեւ էլի կուսակցության համար են քվեարկել, ոնց որ հիմա, բայց 2017-ից հետո ամբողջովին անցում կատարեցինք համամասնական ընտրակարգի, այսինքն բացառապես ազգային ժողովը ընտրվում է կուսակցություններ ընտրելու միջոցով, հա, կուսակցություններին ձայն տալու միջոցով։ Ընդհանրապես հարցադրումը լավն է, արդյոք ներկայացնում է մեզ, արդյոք ներկայացնում է ընտրողին, բայց մյուս տեսանկյունից էլ բերեք նայենք, իսկ արդյոք մենք այդ գիտակցումը ունենք, իսկ արդյոք մենք այդ պահանջը ունենք, այդ պահանջմունքը ունենք, որ պետք է պատգամավորը ներկայացնի մեզ, եւ մենք դրա սպասումով ձևավորում ենք այդպիսի նաեւ իր կողմից վարկագիծ, հա, այդ շատ կարեւոր է, որովհետեւ մենք տալիս ենք ձայն ու հետո ինչ ենք անում 5 տարի սպասում ենք որ նորից ձայն տանք թե այդ ընթացքում մեր ակտիվությամբ, մեր կարծիքը կիսելով, մեր պրոակտիվությամբ, հանդիպելու հնարավորությունները օգտագործելով փորձում ենք այնպես անել, որ մեր կարծիքը ներկայացնի կամ մեր ընտրելու որոշումը կայացնելիս արդյոք մենք հենց դրա հիման վրա ենք մեր որոշումը ընդունել, որ ինքը ներկայացնելու է ինձ եւ իր կարծիքները ես կիսում եմ, իր մոտեցումները քաղաքականության վերաբերյալ կիսում եմ, այս կամ այն ոլորտի քաղաքականության վերաբերյալ։ Ինձ թվում է այս կողմից էլ է պետք նայել հարցը։ Օրինակ 17 թվականից առաջ մարդիկ երբ գնում էին ընտրությունների, հենց մեծամասնական ընտրակարգով, մարդիկ իմանում էին կոնկրետ որ տեխնացուին իրենք ձայն տալիս ու ժողովրդական լեզվով ասած նրանք գիտեին էլի ումից պահանջեն, ումից պատասխան ստանան։ Բայց այս պարագայում մարդիկ ընտրում են կոնկրետ ինչ որ կուսակցության։ Օրինակ ձեր կարծիքով, պարոն Հարությունյան, եթե մարդիկ նույնիսկ չեն ճանաչում, թե անմիջապես ում են ընտրել իրենց ձայնը, կարող են նրանք եզրակացնել, որ դա ներկայացուցչական ձև է, թե խնդիրը կոնկրետ ներկայացուցչական բառի մեջ է։ Շատ լավ հարց է։ Նայեք, հիմա էլ պատգամավորներից շատերը, ես շատ պատգամավորների գիտեմ, ովքեր որ մարզերում շատ հսկայական աշխատանք են տանում։ Կան պատգամավորներ, ովքեր իրոք իրենց շաբաթ կիրակի օրերը ամենակիչը անց են կացնում մարզերում ու մարդկանց հետ անընդհատ կապի մեջ են, շփումների մեջ են ու այս վերջերս նրանցից մի քանիսին հանդիպեցի ու ասեցի հիշում եք, որ ասում էինք եկեք մարզերում աշխատենք, հիմա ընտրություններ ա եկե ու ինչքան մարդ կա, որ կարա գա ձեզ ընտրի այս ընտրություններով, իրանք ասացին հա, որովհետև իրանք իրանք կուսակցությունով գնացել էին մարզ ու այնտեղ իրանց կուսակցության եւ կուսակցության ղեկավարների հետ, հա, իրանց տեխնացուի հետ գնացել էին ու իրանք կարեցել էին մարդ բերեն, խի, որովհետեւ այդ մարդիկ իրենց հետ աշխատել էին այս 5 տարիների ընթացքում ու ոնց որ ասած այդ պատուղները քաղում են արդեն։ Հիմա նոր իրանք հասկանում են թե ինչքան կարեւոր է մարզում ներկայացված լինելը, մարդկանց հետ կապը պահելը։ Իրականում խնդիրը իրականում համամասնականը խնդիրներ ստեղծել է, այո, այնպես չի որ այսպես ասեմ, առաջ եթե օրինակ, հա, իմ կարծիքով, հա, եթե մարդիկ կարող էին մեծամասնականի դեպքում դու հաշվետու էիր քաղաքացիներին, հա, ու անընդհատ պետքա այնտեղ լինեիր, որ մյուս անգամ վերընտրվեիր, ոնց որ եւ լիքը երկրներում, հիմա մի քիչ դժվարացել է, մի քիչ իմ կարծիքով պատգամավորները ավելի հաշվետու են դարձել իրանց կուսակցությունների խորհուրդներին
ովքեր որ ցուցակ են կազմում, որ պետքա իրանք ներկայացված լինեն, բայց ես հաստատ կարամ ասեմ, այն падգամավորները, ովքեր մարզերում ակտիվ են եղել, իրանք այդ առավելությունը ունեն։ Իրանց կուսակցությունների խորհուրդները, երբ որ ցուցակները կազմում են, իրանք հաշվի են առնում, թե ով ինչքան աշխատե մարզերում։ Կախված է նաև թե падգամավորները ինչպիսի մարդիկ են։ Ես աշխատել եմ падգամավորների հետ, ովքեր որ մարզերում իրանց հետ աշխատելը շատ դժվար է եղել։ Այսպես ասեմ, իրանք այդ մարզային այդ խմբերի, տարբեր համայնքների հետ, հա, երիտասարդների հետ կամ այլ խմբերի հետ աշխատանքներում այդքանն էլ չի ստացվել իրանց հա հաղորդակցվելը կամ կապ պահելը, բայց փայլուն ստացվել է խորհրդարանական դիվանագիտությունը, շատ լավ ստացվել է, հա, մյուս ասենք բյուջեի քննարկմանն են ակտիվ եղել, մյուսը։ Բայց կան նաև падգամավորներ, ելի եմ ասում, թե ասենք ընդդիմադիր, թե իշխող խմբակցությունից, ում հետ որ ես աշխատել եմ, ես արդեն 8 տարի է աշխատում եմ падգամավորների հետ հենց համայնքներում, մարզերում ներկայացված լինելու համասով, եւ կարամ ասեմ, որ նրանցից շատ-շատերը բավականին մեծ հաջողությունների են հասել այդ առումով, որ արդեն կարան հիանալի հանդիպումներ անցկացնեն։ Շատ լավ, իսկ ըստ էության, պարոն Սմբատյան, մենք այս ընտրություններին ընտրում ենք մարդկանց թե կուսակցությունների, որովհետև ըստ էության մենք ընտրում ենք ցուցակ, այդ ցուցակը արդեն կազմել են այդ կուսակցությունները ու անհայտ է։ Ասենք օրինակ ես Արթիկ համայնքից եմ։ Արդյոք այդ ցուցակում կան արթիկցիներ, ու արդյոք ես կոնկրետ արթիկցի падգամավորի վրա, ասպես ասած, ժողովրդավարական ձևով կարող եմ ճնշում գործադրել, որովհետև դուք խոսեցիք այդ ակտիվության մասին եւ այլնի մասին, ու ըստ էության քաղաքացին կարող է ակտիվ լինել, բայց հետագայում չունենա կոնկրետ անձ, որի վրա կարող է ճնշում գործադրել, որովհետև կասեն թե դու ընտրել ես կուսակցությանը, ոչ թե անձամբ ինձ, ինչի ես ինձնից պահանջում։ Նախ ոչինչ այնայդ չի, ամեն ինչ հայտնի է, թե որ կուսակցությունը ինչ ընտրական ցուցակ է ներկայացրել, ավելին գրանցվելուց հետո, երբ բոլոր կուսակցությունները գրանցվեն կենտրոնական ընտրական ազգաժողովի կողմից, կենտրոնական ընտրական ազգաժողովը բոլորի ընտրական ցուցակները կհրապարակի, ինչու է այսպես դա, որովհետև քանի դեռ գրանցված չեն, կարող են լինել գրանցում մերժվող ընտրական ցուցակի ներկայացուցիչներ եւ դրա համար հիմա դա ուղղակի պաշտոնական հրապարակումը դրանից հետո է, բայց դա միևնույն է, բաց է, ազատ է, ցանկացած մեկը կարող է գալ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեսնել դա եւ իրենք եւս հրապարակել են շատերը եւ եթե ընտրողը ցանկություն ունի ծանոթանալ թե ովքեր են այդ կուսակցության ընտրական ցուցակում, ապա անկասկածորեն կարող է դա անել, թե ովքեր են նրանք այդ ցուցակի անդամները նախկինում ինչ գործունեություն են իրականացրել, եթե եղել են արդեն ազգային ժողովի падգամավոր, ինչպիսի կապ են պահել իրենց ընտրողների հետ։ Սա շատ բաց տեղեկություն է, անգամ կան վիճակագրական տեղեկություններ բազմաթիվ եւ նաեւ հասարակական կազմակերպություններ են այդպիսի վերլուծություններ անում վիճակագրական թե որ կուսակցական, որ ազգային ժողովի падգամավորը ինչ ակտիվություն է ունեցել 5 տարիների ընթացքում։ Ուզում եմ նաև անդրադառնալ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերին, որովհետեւ չստացվի, որ այս բարեփոխումը, որ համամասնական ընտրակարգով է, սխալ բարեփոխում է, հա, որովհետեւ ամբողջովին անցում է կատարվել 2018 թվականի համամասնական ընտրակարգին, ընդ որում դա այն ժամանակվա անդիմության այսպես շատ հաստատուն պահանջներ, ցանկություններ, մեծամասնական ընտրակարգի թերությունն էլ այն է, որ բոլոր ըստ էության դեմ ձայները ոչ մի արդյունք չեն տալիս։ Պատկերացրեք, այն ժամանակ ունեինք 41 ընտրատարածքային падգամավորներ եւ այդ 41 ընտրատարածքային ընտրատարածքներում ոչ հաղթողին քվեարկածների ձայները ըստ էության մնում էր չներկայացված, հա, ու դա բավականին մեծ արժեք էր, մեծ ձայների քանակ էր։ Իսկ համամասնական ընտրակարգի դեպքում այդ հարցը լուծվում է, որովհետև փոքր կուսակցությունները եւս կարողանում են հաղթահարել շեմը, օրինակ այժմ մեր կուսակցության շեմը 4% է մեր ընտրական օրենսգրքով։ Նախկինում 5% էր։ Նախկինում 5% էր։ Իհարկե նաեւ դաշինքների շեմն էլ բարձրացվել է, բայց նկատի ունեմ, որ կան կուսակցություններ, որոնք որ այն դեպքում, երբ որ բացարձակ մեծամասնություն է, երբ որ
միայն մեծամասնական ընտրակարգ է, ներողություն, ոչ թե բացարձակ մեծամասնություն, որովհետև մեծամասնական ընտրակարգն իր հերթին ունի բացարձակ եւ հարաբերական ընտրակարգեր, մերը հարաբերական ընտրակարգն է, այսինքն ով ստանում էր մինչև 2017 թվականի ընտրակարգն են բացատրում, ով ստանում էր այդ ընտրատարածքում առավել ձայներ, նա ընտրվում էր ազգային ժողովի падգամավոր։ Եվ անգամ բոլոր դեմ ձայները իրար հետ վերցրած կարող էին ավելի շատ լինել, որովհետև օրինակ 4-5 տեխնացու կարող էր առաջադրված լինել եւ մեկը ստանար օրինակ 30% ձայն, մնացած 70%-ը մնացած 4 տեխնացուների միջև բաշխված լիներ եւ ստացվում էր, որ այդ ընտրատարածքում այնպես չի, որ բոլորի ներկայացուցիչն է։ Եվ բացի դա падգամավորի դա աշխատանքային ոճի ավելի շատ խնդիր է, քան թե ինքը ինչ կերպ է ընտրվել։ Եթե падգամավորը ցանկություն ունի պահել այդ կապը եւ նրա падգամավորական կերպը այդպես է, ապա համապատասխանական ընտրակարգով ընտրված падգամավորին ոչինչ չի խանգարում դա անել, ավելին ինքը ավելի մեծ ներկայացվածություն ունի։ Եթե մեծամասնականի դեպքում ինքը ներկայացնում էր կոնկրետ ընտրատարածքի ընտրողների, ապա այժմ ներկայացնում է ամբողջ հանրապետությունում ընտրողների։ Այնպես որ այստեղ չեմ ուզում ստացվի տպավորություն, որ վատ բարեփոխում է տեղի ունեցել, երբ համապատասխանական ընտրակարգի կանցը։ Համապատասխանական ընտրակարգը երբեմն չէ, մեծ հաշվով ավելի շատ է ապահովում ներկայացվածություն, ավելին կան երկրներ, օրինակ մեր Արևան Վրաստանը ընդհանրապես շեմ չունի, անցողիկ շեմ չունի եւ ըստ էության փոքր մեկ մանդատանի խմբակցություններ կարող են հայտնվել ազգային ժողովում այդ դեպքում։ Շատ լավ, այսինքն ընդհանուր առմամբ կարող ենք իմանալու ի նկատի ունենալ, որ շատ կարևոր է այստեղ նաև քաղաքացու ու ընտրված կուսակցությունների միջև կապը, որպեսզի քաղաքացիները իրանք եւս անդադ դիմեն, հաղորդակցվեն այդ կուսակցություններին ու падգամավորներին, որովհետեւ իրանք է այդ ակտիվությունը ցուցաբերեն։ Գիտեք, եթե չի պահում այդ կապը, դրանից դժում է ինքը։ Եթե կուսակցությունը պահում է այդ կապը, դրանից օգտվում է ինքը։ Եվ մենք որպես ընտրող դա մեր վարքագծում պիտի երևա, որ ինքը օգտվի կամ տուժի։ Ամենասկզբից ես դա էի ասում։ Մեր կողմից այդ գիտակցումը կա եւ մենք մեր որոշում իրականացնելուց այդ հանգամանքը ազդեցություն ունի մեր որոշման կայացնելուց թե չէ։ Շատ լավ, պարոն Հարությունյան, դուք ասացիք, որ աշխատել եք այդ մարզային այցելությունների վրա եւ այլնի վրա։ Այստեղ շատ հետաքրքիր է, եթե ունեք ինչ-որ հաշվարկներ, եթե ունեք ինչ-որ կարծիքների գնահատումներ, արդյոք դուք նկատել եք, որ այն падգամավորները, ովքեր ընտրվել են համամասնական ցուցակով, բայց ասենք ներկայացուցչական ֆունկցիաներն իրականացրել մարզերում, արդյոք իրանք ավելի մեծ ճանաչում ու ասենք, այսպես ասած, սեր են վայելում տարածքներում, թե ասենք իրանք կուսակցություններն են կամ օպոնենտ կուսակցություններ։ Օրինակ, որովհետև օրինակ Պետրոս Պետրոսյանը ինքը արտիքցի է, բայց ինքը անցել է համամասնական ցուցակով, իրան արդյոք ճանաչում են արտիկում, ինքը արդյոք անդադ գնում գալիս է եւ այլն։ Ինչ տեսակի հետազոտություններ կամ հաշվարկներ ունեք։ Նայեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ամենակիչը այդ падգամավորին մարդիկ չեն ատում։ Ամենակիչը։ Այսինքն այն падգամավորը, ով մեկ անգամ հանդիպում ա ունեցել քաղաքացու հետ, նրա մասին ինչքան վատ նորություն ուզում եք հանդիպեք լուրերում, եթե ես հանդիպել եմ իր հետ, սենց կլոր սեղանի շուրջ նստել խոսել եմ, ես չեմ հավատա իր մասին գրած որևէ վատ բանի, որովհետև ասում եմ ինքը շատ լավ մարդ է։ Այդ ամենակիչը, իսկ իրականում արդյունքը նաև այն է եւ ամենամեծ արդյունքը այն է, որ այո, ճանաչելիություն են ձեռք բերում որպես քաղաքական գործիչներ։ Քաղաքական գործիչները մեր երկրում հիմնականում կատարում են բոլորի մոտ, շատերի մոտ, այսպես ասեմ, այդ սխալը կա, հա, թարգետ անելը կամ թիրախավորելը։ Իրենք ասում են մենք ներկայացնում ենք ամբողջ պետության քաղաքացիներին, ես ասում եմ, այդպես չի լինում, շատ դժվար է այդպես անել, որովհետև այդպես ճանաչելիություն ձեռք բերելն էլ է դժվար, այդպես կապ պահելն էլ է դժվար։ Պետք է հասկանաք այն թեմաները, որոնք որ ձեզ հարազատ են, հա, որ հանձնաժողովի անդամ եք, որ թեմաներն ա, որ ձեզ հետաքրքիր ա, որի շուրջ կուզենաք ավելի մեծ բարեփոխումներ անցկացնեք մեր երկրում, երիտասարդներին վերաբերող է, գյուղատնտեսության վերաբերող է եւ այլն եւ այլն։ Սա շատ օգնում է, որ իրանց պրոֆիլը իրանք նեղացնեն, երբ որ նեղացնում են, արդեն գալիս է
ջրի ոռոգում, Արմավիր, Արարատ դարձավ ջրի ոռոգման падգամավորը կամ գյուղատնտեսության падգամավորը, բոլորը գիտեն, իրան պետք է այդ հարցով դիմեն, բոլորը գիտեն, որ ինքը այդ թեմայից լավ տեղյակ է, ինքը անընդհատ գնում է, խոսում է, շրջում է, վերահսկում է, բյուջե է հաստատում, մյուս, այսինքն շատ ավելի կապը դառնում է իրական, ոչ թե այն որ ես համեստեղ եմ, համես եմ ուզում, համամբողջն եմ ուզում։ Իրականում կապը շատ լավ է լինում, եթե բնական կապ կա։ Այսինքն եթե ես Վանաձորից եմ, ես Վանաձորում եմ լինում շաբաթ-կիրակի, շատ լավ է, որ այնտեղի այդ կապը բանանեմ։ Եթե դժվարանում են քաղաքական գործիչները այդ կապը գտնեն, թեման գտնեն, ես միշտ իրանց ասում եմ, կարողք մտածեք հոբի, ինչ հոբիներ ունեք, ինչ նախասիրություններ ունեք, պարտադիր չի, որ դա լինի, եսիմ ինչ բարդ է, ռեֆորմներ։ Եթե կա, ասենք, ֆուտբոլի թեմա, կա, չգիտեմ, վազքի թեմա, կա որևէ այլ թեմա, փորձեք այդ համայնքներում ներգրավեք, այսինքն թիրախավորումը համ կարա լինի, հա, մարզային, տեղամասային եւ թիրախավորում լինի տարիքային, սեռային, կարա լինի, հա, ինչ որ զբաղվածության կամ հոբիների դեր մարդկանց։ Դա շատ է օգնում իրաց։ Եվ ելի եմ ասում, այն падգամավորները, ովքեր որ մարզերում եղել են ակտիվ, շատ ավելի քիչ հակառեցինգ ունեն։ Եվ ես էլ վերջի բանը ասեմ այս թեմայով, մենք շատ հետազոտություններ ենք անում քաղաքացիների առաջնահերթությունների մասին, թե ինչ առաջնահերթություններ ունեն քաղաքացիները, հա, ինչ խնդիրներ ունեն, որի շուրջ կուզենան, որ առաջնային բարեփոխումներ արվեն կամ քաղաքական գործիչները ուշադրություն դարձնեն։ Այդ հետազոտությունները ներկայացնում են շատ քաղաքական գործիչների եւ շատերի մոտ ահավոր մեծ զարմանքա, վաու, քաղաքացիների համար առաջնահերթ է այս թեման փաստորեն, իսկ նրանք, ովքեր որ մարզերում աշխատանք են տանում, ոչ մի զարմանք չկա, որովհետև իրանք գիտեն, իրանք արդեն շփվել են, ու իմ խորհուրդն է միշտ փոքր խմբերով թեկուզ մարդկանց հետ այդ կապը միշտ պահել, պարտադիր չի որ մեծ, տենց, հա, մասշտաբային, այդ փոքր sense փակ քննարկումներ, անընդհատ կապ պահել, 5 տարի հետո արդյունքները իրանք զգում են։ Այս շատ կարևոր բան է ապագա падգամավորներին, որովհետև եթե դուք չեք ուզում, որ ձեզ մարզերում ու համայնքներում ատեն, պետք է ավելի ներգրավված լինեք ու ավելի ակտիվ լինեք այդ համայնքներում, գնաք ու ավելի շատ ծանոթանաք։ Այստեղ կա արդյոք ընտրական օրենսգրքում որևէ ցենզ, որ օրինակի համար պետք է այդ համամասնական ցուցակներում լինեն պարտադիր ներգրավված падգամավորներ տարբեր մարզերից։ Արդյոք կա նման ցենզ, որովհետև օրինակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կա նման ցենզ, որ ավագանո անդամները պետք է ներկայացված լինեն վարչական տարածքներից։ Իսկ ԱԺ ցուցակներում կա նման պահանջ։ Չկա նման պահանջ ԱԺ ընտրությունների պարագայում, բայց որ նայում ենք ընտրական ցուցակները, իրականում մարզային ընդգրկվածություն կա։ Չեն կարող ասել չկա, որովհետև դա կուսակցությանը ձեռնտու չէ չունենալ ինչ որ մարզից ներկայացուցիչ եւ այդ առումով այդ հարցը կարծես լուծվում է։ Ես ուզում եմ անդրադառնամ օրինակին շատ լավ է, որ ոլորտային ինձ դուր եկավ միայն ինչու հենց այդ մարզերը ընտրեցիք, ես խանդեցի որպես Վայոց ձորցի։ Ինչի։ Բայց Վայոց ձորի միջավայրը շատ լավ падգամավորներ ունի, անուններ չտամ, բայց Վայոց ձորով զբաղվող падգամավորների հետ շատ եմ աշխատել ու շատ լավ է այդ մարզը։ Եվ շնորհակալ եմ։ Եվ ուզում եմ շարունակել օրինակը, ասելով, որ դա կենաց չի, էլի, դա կոնկրետ աշխատանք է, հա, պետք է դժվար է։ Պետք է գնալ եւ աշխատել։ Այո, հեշտ չի, գնալ, ես ինքս քանի որ մարզից եմ, հաճախ եմ գնում, բարեկամների, ընկերների, ծանոթների, կա տեղեկատվության ասիմետրիա, կա մտածողության տարբերություն, կա խնդիրներին տեսնելու սպեկտր, որ նախ պետք է դու բացատրես խնդիրը որտեղ է, հա, երբեմն իրենք խնդրին այլ կողմից են նայում, այլ լուծում են մտածում, հա, անգամ իրենց կարծիքը ներկայացնելուց պիտի կարողանաս նախ իրենց համոզես, որ ձեր կարծիքը ոչ թե սա ներկայացնելն է, այլ այս մյուս բանը ներկայացնելն է, որովհետև խնդրի լուծումը ոչ թե աջ կողմից է, այլ ձախ կողմից է եւ այլն։ Դա այո, հեշտ չի, բայց դա է падգամավորի աշխատանքը ենթադրում։ Այո, շատ ճիշտ եք ասում, հեշտ չի, որովհետև շատ падգամավորների շատերը խուսափում են դրանից։ Ու այն Կարքինի պես, որ ասում է տնեցիքիս հետ այն օրը շփվեցի, լավ է նորմալ մարդիկ են, անկեղծ ասում եմ, այդ իմ փորձից, այն падգամավոր որ գնում է մարզ, հանդիպում է ժողովրդի հետ, մարդկանց հետ շփում է ունենում, գալի ասում է
լավ էլ նորմալ, շատ լավ էր, շատ լավ տպավորություններով, ամենաբարդ թեմաներով նույնիսկ, որոնք որ էմոցիոնալ են, որոնք որ անլուծելի են ինչ որ չափի նաև, հա, կամ եւ կարևոր չի շփվել, լսել, ակտիվ լսել, շատ կարևոր է 80% ես իմ խորհուրդն եմ միշտ պատգամավորներին 80% լսեք, 20% դուք խոսեք, հա, այդ շատ է օգնում։ Մարդիկ վերջում գրկում են իրանց, անկախ նրանից ինչքան, ասենք, դժվար թեմայից են խոսել։ Բայց մյուս կողմից մի հատ կարևոր բան է կա, ես էլի եմ խրախուսում եմ, որ այդպես անեն։ Մարդկանց հետ շփվելուց պարտադիր չի խնդիրների մասին միշտ խոսելու, բանով գնալ, հա, որ գնում ենք մի հատ խնդիր կա, խնդրեմ կա, հեսա գալու են, դա լինում է, դե պարզ է, խնդիրները շատ են։ Բայց գնացեք այնտեղեր, որտեղ կան հնարավորություններ, զարգացման մեջ է այդ համայնքը, հա։ Հիմա պետքա ինչ որ ճոպանուղի սարքեն նոր, կամ ինչ որ նոր ճանապարհ պետքա սարքեն, նոր դպրոց, նոր մանկապարտեզ, համայնքը տրանսֆորմացիայի մեջ է։ Այ հենց այդտեղ է պետք որ պատգամավորը գնա, քաղաքացիների հետ շփվի, ասի, եկել եմ ձեզ հետ միասին որոշենք այս փողը ոնց ենք մենք ծախսելու։ Այդ ownership-ը, հա, այդ զգացողությունը, որ իրանք մասնակցել են այդ գործընթացին, շատ ավելի հզոր է, քան որևէ այլ կապ կամ Facebook-ով գրելը կամ, չգիտեմ, live մտնելը կամ մյուս։ Դրանք կարևոր են, բայց կապ, իրական կապ ստեղծելու համար, որ վերջում կարողանաս գնաս ասես եկել եմ, որ կխնդրեմ, որ ինձ ձայն տաս։ Պետք է քո ձայնը ինձ, որ ես շարունակեմ քո հետ աշխատել։ Այդտեղ է աշխատում իսկականը։ Իմիջիալոց դա շատ լավ դրական էներգիա է նաև տալի։ Մեր աշխատանքն էլ այնպես է, որ մենք հաճախ ենք լինում մարզերում, առնվազն տարին մի երկու անգամ։ Ես Հայաստանում այդպիսի քաղաք չկա, որ գոնե մի 20 անգամ չեմ եղել, շատ քիչ կգտնվի գյուղ, որ չեմ եղել, եւ այդ շատ մեծ դրական էներգիա է տալի։ Մարդկանց հետ շփվելը, մեր բնությունը տեսնելը, որը հրաշք է, այնպես որ դա նաև ինքնաբավարարվածություն է առաջացնում։ Շատ լավ, քանի խոսեցինք համայնքներից ու համայնքային ներգրավվածությունից, օրինակ Հայաստանում մեր համայնքներից բացի, տարածքային համայնքներից բացի կան նաև ազգային համայնքներ, ազգային փոքրամասնություններ, իրանց հարցով, իրանց ներգրավվածության հարցով ինչ կարգավորումներ կան ընտրական ցուցակներում, իրանց ոնց են ներկայացնում մարդիկ։ Մեր օրենսդրությամբ 4 ամենախոշոր ազգային փոքրամասնությունները ունեն մանդատներ ունենալու իրավունք, փոքրամասնության մանդատ ունենալու իրավունք եւ եթե այն կուսակցությունները, որոնք որ հաղթահարել են շեմը, ունեն իրենց ցանկում երկրորդ մաս է կոչվում, հա, ընտրական ցուցակի այդ տեխնացուներին, ապա նրանց կենտրոնական ընտրական հանձնաժողովը տալիս է մանդատ, բոլոր գումարումներում է օրենսդրությունը ունենալուց հետո բոլոր 4 մանդատները միշտ լրացվել են, այնպես որ այս առումով աշխատում է, բայց թե որքանով են իրենք ներկայացնում իրենց համայնքը կոնկրետ, երևի մենք կդժվարանանք հիմա պատասխանել, երևի պետք է ազգային փոքրամասնությունների շրջանում այդպիսի գուցե հարցում, գուցե վերլուծություն, շատ լավ հարց է, որովհետև այո, ինչքանով է դա ներկայացնում, օրինակ Եզդիների համայնքը բավական մեծ համայնք է, ըստ վիճակագրության, քանի որ ամեն անգամ ազգային ժողովի ընտրություններից առաջ նշանակվելուց հետո վիճակագրության ծառայություն ներկայացնում է այստեղ կանքի կենտրոնական ընտրական հանձնաժողովին 35 կարծեմ հազարից ավել ներկայացուցիչ ունի Եզդիների համայնքը եւ արդյոք ինչ որ ներքին ընտրության կերպ կամ քննարկում է լինում դա իհարկե նորից պիտի ասեմ որ կուսակցությունը եթե գնում է այդ ճանապարհով դա իրեն օգուտ է այսինքն եթե գնում է այն ճանապարհով որ գտնում է իրական ներկայացնողին հա փոքրամասնության դա իրեն իհարկե ձայներ է բերում իսկ եթե ուղղակի ձևական գրում է ինչ որ մեկին որպեսզի ցուցակը բաց չմնա էլի դրանից դժում էինք Իսկ այդ ներկայացվածության ցենզը, որ 4 մանդատ պետք է ունենան ազգային փոքրամասնությունները ու կուսակցությունները իրենց ցանկերում պետք է ներառեն այդ ազգային փոքրամասնությունները։ Իսկ ինչպես է այդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը կոնկրետ այդ падգամավորը սահմանվում։ Օրինակի համար, օրինակ ես ունեմ ռուսական արտաքին, բայց ես Հայաստանում եմ ծնվել, մեծացել, մենք ունենք մալականների համայնք, ես գնում եմ ցուցակ, գրանցվում եմ, ասում եմ ես ռուսական համայնքի ներկայացուցիչ եմ։ Այդ ինչպես է սահմանվում, ինչպես է հանձնաժողովը տեսնում դա։
էլի լավ հարց է, ըստ էության այդպիսի ֆիլտր գոյություն չունի եւ կուսակցությունը, այո, դեռ չենք ունեցել իհարկե այդպիսի դեպք, որովհետեւ դա էլի կվնասի կուսակցությանը, որովհետեւ պատկերացրեք կուսակցությունը հրապարակային, հա, հայտ է ներկայացնում կուսակցությունը կամ դաշինքը իշխանություն վերցնելու։ Եվ այս պարագայում հենց ամենասկզբից խափելով այդ հայտը չի ներկայացնի, էլի, այսինքն չի բերի ինչ-որ մեկին, որը իրականում այդ համանքի ներկայացուցիչ չէ եւ գրի, որովհետեւ դա իրեն ոչ մի օգուտ չի տա։ Այս առումով ինքը ինքնակարգավորվող է, բայց թե որ ինչ մեծությամբ կամ ինչքան մեծ ներկայացվածությամբ է այդ կոնկրետ համայնքը փոքրամասնությունը ազգային ներկայացված կոնկրետ տեխնացույով այստեղ կդժվարանանք մենք ինչ որ կոնկրետ թվեր կամ կարծիք ներկայացնել։ Ուրեմն ձեզ հարցնեմ, պարոն Հարությունյան, ձեր կարծիքով այս համատեքստում ո՞րն է ավելի կարևոր, որպիսի ոչ թե ո՞րն է ավելի կարևոր, այլ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, ովքեր ներկայացված են եղել ազգային ժողովում, դուք ունեք արդյոք հետազոտություն, հաշվարկ կամ ինչ-որ տվյալներ, արդյոք իրանց ճանաչել են իրենց համայնքներում, արդյոք իրանք եղել են կոնկրետ այդ համայնքներից, օրինակ ամենամեծ բնակավայրից, թե օրինակ ծնվել մեծացել են Երևանում, բայց իրանց ընդգրկել են որպես այդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Անկեղծ ասեմ, եզդիական համայնքի մասով աշխատել միայն եւ ասեմ, որ բավականին լավ արդյունքներ եղել են։ Այն ներկայացվածությունը իրանց, քանի որ իրանք արդեն ձևավորված համայնք են, ի տարբերություն, չգիտեմ, մարզերի, որտեղ որ կա տարբեր եւ այլն, ասենք, հա, խավեր, տարբեր, այսպես ասեմ, տարբեր երիտասարդներ, կանայք եւ այլն, ամեն մեկը տարբեր նախասիրություններով եւ այլն, այս դեպքում մի քիչ թիրախավորման իմաստով հեշտ է։ Եզդիական համայնքը ապրում է կոնկրետ X վայրում, ունեն X խնդիրներ, ու իրանց առանձնահատուկ է, իրանք իրանց ներկայացուցիչը ունեն, հա, ահագին հեշտացնում է գործը։ Մյուս պարագայում շատ է բարթանում, ու այո, բավականին շատ ես գիտեմ, որ նախաձեռնություններ են արվել պարլամենտում, հա, որոնք որ քաղաքացիների հետ կոնսուլտացիաների արդյունքում ա եղել։ Հենց եզդիական համայնքի հետ կապված, հա, իրենց տոների հետ կապված ա եղել, ամուսնությունների հետ կապված ա եղել, լիքը այլ հարցեր, որոնք որ հենց իրանց հետ հանդիպումների համաստեղծման արդյունքում ա եղել։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Դուք ունեք ինչ-որ ավելացնելու։ Ինձ թվում է փոքր, քանի որ կան նաև ավելի փոքր ազգային փոքրամասնություններ, քրդերը, ասորիները, օրինակ, իրանց մոտ ինձ թվում է ավելի հեշտ է այս խնդիրը, որովհետև իրենք ավելի ձևավորված համայնք են, ավելի փոքր են, հա։ Ասորիների ներկայացուցիչները ետել են աշխատել հենց պարլամենտում, իրելի նորմալ բավականին իրանք բան են, իրանք շատ են։ Ես sense ասեմ, որ падգամավորներից շատերը շատ ուզում են աշխատեն մարզերում։ Նույն ձևի քաղաքացիներն են ուզում իրանց հետ հանդիպեն, բայց պետքա քայլեր անել դրա հետ կապված։ Եվ քաղաքացիները պետքա ակտիվ լինեն, իմանան ում երբ ոնց կարենան բռնցնեն կամ այսպես ասած հասցնեն խոսքը տեղ եւ այլն, հիմա բավականին շատ բան է փոխվել, այսինքն падգամավորին գտնելը դժվար չի։ Հայաստանում համարյա բոլորը փոքր երկիր է, կարան իրար գտնեն շատ հեշտ, ինչ որ հարցերի շուրջ քննարկումներ ունենան, բայց մի բան միշտ էս շատ կա բան է, էլի, շատ է պատահ է, падգամավորները հիասթափվել են, երբ որ իրանք գնացել են X համայնք ու մարդ չի եկել։ Ասում եմ եղել է, ասել եմ ինչի համար էս ցես, ասում եմ դե Facebook-ում գրել եմ չեն կարդացել, չեն եկել։ Այդպես չի աշխատում։ Շատ падգամավորների մարդիկ չեն ճանաչում։ Պրոստը նոր են իրանք, նոր երիտասարդ, դեռ քաղաքական փորձ այդպես չունեն, ճանաչելիություն չունեն կամ այնպես է չի որ շատ մարդիկ տենց իրանց 3 երեխային կանայք պետքա թողեն կան падգամավորի հետ հանդիպեն, բայց այդ падգամավորներից մեկին ես ասացի, արի հենց հիմա զանգում ենք քաղաքացիներին քո հեռախոսով, հրավիրում ենք քո հետ հանդիպման։ Կես ժամում 20 հոգի մարդ հավաքեց, ոնց որտեվ զանգեց, ասեց, քեզ падգամավոր ա զանգում հենց հիմա, ուզում եմ քո հետ անպայման այսինչ հարցի շուրջ խոսեմ, հետաքրքրված կլինես քո մի ժամը հատկացնես, այսինչ տեղի, այսինչ ժամին ուզում եմ այդ հանդիպմանը ներկա լինես։
քաղաքացին խառնվեց իրար, ոնց կարա sense բան լինի падգամավոր, այնց հրավիրում, հա, ես ինչի անա, շատ լավ կգամ։ Կարաս մի հոգու բերես քո հետ։ Այո, 2 հոգի, 3 հոգի, այսպես ամեն մեկին զանգելուց խնդրում էր մի հոգու հետը բերի, այդ մի հոգուն ինքը անձամբ զանգում էր։ Ասում էր իմ համարն է ֆիքսի, կգաս, կմասնակցես, լավ քննարկում ա գնալու։ Մի հատ WhatsApp-ի խումբ բացեց, բոլորին հրավիրեց, տեղը, ժամը, օրակարգը նախապես գրեց, քննարկման թեման գրեց, ամենակարևորը ժամ ու կեսը պահեց, վերջում այդ մարդկանց հետ այսպես հարաբերություններով բաժանվեց ու ինչեւ հիմա կապը պահում է ու այդպես է աշխատում։ Այսինքն սпасել, որ ինչ որ մեկը գալու է քո հետ հանդիպման, որովհետեւ չգիտեմ, պատգամավորես, չէ, պետքա թեման հետաքրքիր լինի, պետքա դու անձամբ լիքը ջանք դնես։ Դժբախտաբար պատգամավորները շատ աշխատողներ չունեն, ընդամենը մեկ օգնական ունեն, հա, վճարովի, մյուսը կամավոր, եւ շատ դժվար է այդ ամեն ինչը անելը իրանց համար, բայց այստեղ այն բանը է, որ ես միշտ ասում եմ, փորձառու պատգամավորներին օգնեք ձեր մյուս գործընկերներին, թող իրանք էլ մտնեն այդ բանի մեջ, հա, իրանց ծանոթացրեք, տարեք ձեզ հետ այդ հանդիպումներին, թող իրանք էլ այդ մարդկանց հետ կապը ստեղծեն, հա, շատ կարևոր է։ Շատ լավ։ Դուք արդեն քարոզչության տեխնոլոգիա եք տալիս։ Ես ուզում եմ ամփոփելով այդ ազգային փոքրամասնությունների թեման ասել, որ դա շատ կարևոր է, որ մենք ունենք դա մեր օրենսդրությունով, մեր օրենսդրությունում, մանավանդ մեր 3 ազգային փոքրամասնությունները, 4 ազգային փոքրամասնություններ ունենք, ովքեր ունեն մանդատները, եզդիները, ռուսները, ասորիները եւ քրդերը, եւ ըստ էության 3 հետ ազգային փոքրամասնություններից ունեն իրենց ազգային պետությունը եւ այդ առումով բավական, այսպես ասած, լավ քայլ է, որ իրենք զգում են իրենց ներկայացվածությունը օրենսդիր մարմնում, ասեմ, որ շատ երկրներ կան, որտեղ հայկական համայնքները նույն կերպ ունեն մանդատներ, նվազագույն մանդատներ, օրինակ, եթե չեմ սխալվում, Իրանում մենք ունենք 2 մանդատ, Լիբանանում անգամ նախարարի կարծեմ պորտֆել ունենք հայերը, այդպես այո, դա ընդունված բան է բազմազգ երկրներում, ճիշտ է, մենք այդքան էլ բազմազգ երկիր չենք իրականում, բայց անգամ չլինելով բազմազգ երկիր, այդ ուշադրությունը ազգային փոքրամասնություններին ինձ թվում է շատ կարևոր է։ Շատ լավ, շատ շնորհակալություն պարոն հետաքրքիր զրույցի համար։ Պարզվում է ներկայացուցչականությունը պետք է լինի համ քաղաքացու կողմից պատգամավորին անդադ խոսեցնելու, ժողովրդական լեզվով ասած բզելու, համ պատգամավորի կողմից քաղաքացուն մոտենալու, քաղաքացու հետ շփվելու եւ այլն եւ այլն։ Ես հուսով եմ, այս ոդքասթը շատ օգնեց թե ապագա պատգամավորներին, թե ընտրող քաղաքացիներին, թե ինչպես իրենք ապահովեն ներկայացուցչականությունը։ Շատ շնորհակալություն, որ հետևեցիք մեզ, եթերում Դեմոս ոդքասթներ։